Էսկալացիայի վտանգը չի մեղմանում Մերձավոր Արևելքում, չնայած լավ են անցել բանակցությունները թե Միացյալ Նահանգների, թե իրանցի դիվանագետների համոզմամբ։ Մենք շատ լավ բանակցություններ ունեցանք Իրանի հետ։ Թվում է Իրանը մեծ ցանկություն ունի գործարք կնքելում։ Տեսնենք ինչ կլինի գործարքը, այն տարբեր կլինի նախորդ անգամից։ Եթե չանեն, նրանք գիտեն հետևանքները։ Մենք ունենք մեծ նավատորմ, մենք ունենք շատ մեծ նավատորմ, որը շարժվում է այդ ուղղությամբ եւ շուտով այնտեղ կլինի, այնպես որ տեսնենք ինչ կստացվի։ Թրամփը խոստացել է հաջորդ շաբաթ բանակցությունների եւս մեկ փուլ։ Թեհրանը եւս ակնկալում է լրացուցիչ բանակցություններ նահանգների հետ։ Արտգործնախարար Աբբաս Արաղչիի համար ամենակարևորն այն է, որ միջնորդավորված բանակցությունների ժամանակ միայն միջուկային ծրագրին վերաբերող հարցեր են քննարկվել։ Միջուկային բանակցությունները պետք է ընթանան հանգիստ միջավայրում, առանց լարվածության եւ սպառնալիքների։ Ցանկացած երկխոսության անհրաժեշտ պայմանը սպառնալիքներից եւ ճնշումներից զերծ մնալն է։ Նահանգներից ակնկալում ենք, որ զերծ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է լարվածություն առաջացնել։ Իրանագետները չեն բացառում, որ այս անգամ էլ բանակցությունների ընթացքում պատերազմ սկսվի Իրանի դեմ։ Ինչպես եղավ 2025-ի հունիսին, երբ միջուկային պայմանագրի վերաբերյալ բանակցությունների հերթական ռաունդի նախօրեին Իսրայելը հարվածեց Իրանին։ Չնայած այս հանդիպման առկայությանը միևնույն է լարվածությունը պահպանվում է եւ անգամ այս հանդիպումը եւ դրա հետագա ընթացքը դեռ երաշխիք չէ, որ էսկալացիա տեղի չի ունենա եւ ամեն ինչ օրինակ ռազմական ուղով չի գնա։ Օմանում Իրան-ԱՄՆ ավելի քան 5 ժամ տևած միջնորդավորված բանակցությունների ժամեր հետո Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի դեմ իրանական նավթի արտահանման վերաբերյալ։ Թրամփը նաև հրամանագիր է ստորագրել, որով 25% մաքսատուրք է սահմանել Իրանի հետ բիզնես անող պետությունների համար։ Ռազմական էսկալացիայի մասին սպառնալիքները եւ թե այս տնտեսական ճնշման գործիքները, սրանք բոլորը նաեւ միտված են բանակցությունների սեղանի շուրջ Իրանից զիջումներ կորզելուն։ Բայց եթե անգամ այդ զիջումները չի լինում, հաստատի տնտեսական ճնշման քաղաքականությունը շարունակվում է։ Բանակցություններին վերջնական համաձայնության շատ դժվար կհասնեն կողմերը, նկատում են իրանագետները, եթե իհարկե հաջողվի։ Իրանը պատրաստ է բանակցել միջուկային համաձայնագրի շուրջ, սակայն չի պատրաստվում ուրան չհարստացնել։ Պահանջ, որ թելադրում է Միացյալ Նահանգները։ Իրանի համար անընդունելի է նաև իր հրթիռային ծրագրից հրաժարվելու հարկադրանքը։ Նահանգների շարունակում են պնդել, որ պետք է նաև այլ հարցեր քննարկվեն, հրթիռային, տարածաշրջանային գործունեությունը եւ այլն, այսինքն այս պայմաններում շատ բարդ իրավիճակ է ու դեռ դժվար է պատկերացնել, թե ինչպես են կողմերը փոխըմբռնման հասնելու։ Ոչ մի միջուկային զենք, լրագրողներին ասել է Թրամփը, որ ոչ մի դեպքում թույլ չի տա Իրանին նման զենք ստեղծել։ Գանե Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։